Ես 38 տարի աշխատել եմ Նայիրի տուն, 38 տարի, ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ ասենք ինչ-որ մի բան։ Ազատեցին մեզ ու առանց վերջնահաշվարկի, առանց որից սպասում ենք, հիմա տեսնենք կառավարությունը ինչ կորոշի։ Նոր գենոցիդ է սպասվում, 1700 աշխատող, 1700 ընտանիքի անդամները դեռ չհաշված, որից 50%-ից ավելը ոչ թոշակառու, ինչ պիտի անի։ Ես այս տարիքից որտեղ գնում եմ աշխատանք չեն տալիս, հասարակ աման լվացողան չեն տալի, ասում են տարիքը չի ներում, անգլերեն չի գիտես, ոտքերը տարակ չի, ես իմիջ չի։ Վերջին անգամ երբ եք աշխատավարձ ստացել։ Դե վերջին անգամ մի 2 օր առաջ փոխանցեցին, այսինքն ուրբաթ օրը։ Որ ամսվա աշխատավարձ։ Դա 2015 թվի հունվար ամսվա աշխատավարձն է։ Իսկ այն 18 ամիսը նա անձեռնամխելի մնացել է, նա ոչինչ չեն անում։ Ոչ փոխանցում են, ոչ էլ դրական ինչ-որ պատասխան։ Իսկ չեն էլ խոստացել, որ պետք է տան։ Բացարձակ ոչինչ չեն։ Համենայն դեպս չեն էլ ասել, որ չեն տալու։ Ոչ ասում են չենք տալու, ոչ ժամանակացույց են տալի, ոչ ասում են երբ կտան, ոչինչ չեն ասում, անորոշության մեջ են։ Բոլորին խոսք են տալիս, որ կվճարեն։ Իսկ երբ օրենքի տարը թողած խոստումներին հավատան դրանց ստերի 14 թվականի ապրիլի 1-ին նախավերջի անգամ ստացել են սեպտեմբեր ամսին, վերջի անգամ ստացել են փետրվարի 20-ին, դեռևս 12 ամսվա աշխատավարձ ունեն։ Ինչ հույս, որ կտան եւ կտան։ Մենք եկանք այնքան, մինչև ստանամ մեր ժամանակացույցը 6 ամսակի տվածքով պատմարման գրաֆիկ։ Կառավարության կողմից հաստատված։ Հավատի կորուստն է, ուղղակի չեն հավատում այս կառավարությանը, այս մարդկանց։ Եթե այդ կառավարություն չի նայում այս մարդկանց դեմքերին, ովքեր են գալիս, նայում չեն ամաչում, որ այս մարդկանց փողերն են։ Անհասկանալի։ Մի քիչ առաջ կագրած մի հատ բան էի ասում, եթե ձեզ էլ ասեմ, են կոր դիապոլդը չէ, ներողություն են, կատվի մուլտիկ կար։ Тётя кошка, выгляни кошка, есть хотят, ты живешь богато. Խեժ ու կրակ մարդիկ վիզները ծռած նայում են, թե երբ պետք է թույլ տան իրանց փողերը տան մարդկանց քարտինքով աշխատած։